Ալիևը նաև խոսեց Ռուսաստանի մասին, ակնհայտ հակառուսական տոնայնությամբ եւ շատ սուր շեշտադրումներով, թվում էր, թե ինքնաթիռի ավիաաղետից հետո, երբ ռուսական կողմը ներողություն խնդրեց, երբ կոմպենսացիաներ տրամադրեցին, այդ մեկ տարվա լարվածությունը արդեն իսկ սառչել է, բայց մենք տեսնում ենք, որ այնուամենայնիվ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները շարունակում են մնալ լարված մակարդակում եւ Իլհամ Ալիևը երեք հերթական, այսպես ասած, չափականակը ավելացրեց, նշելով, որ ռուսական կայսրության ժամանակ ադրբեջանցիները գաղութացված էին, հետագայում խորհրդային միության ժամանակ ոչ ազատ երկիր էր, այսինքն կար խորհրդային միություն, բայց չկար անկախություն կամ ազատություն, ակնհայտորեն խայթելով Ռուսաստանին, որովհետև Ռուսաստանի համար խորհրդային միության շրջափուլը պատմության շատ կարևոր է։ Եվ անձամբ նախագահ Պուտինը բազմիցս ասել է, որ ամենամեծ աշխարհաքաղաքական աղետն էր իր համար խորհրդային միության փլուզումը։ Եվ խոսեց նաև ուկրաինական кейսի մասին, հայտարարելով, որ Ադրբեջանի դիրքորոշումը այդ հարցում անբեկանելի է, իրենք պաշտպանում են Ուկրաինայի ամբողջականությունը տարածքային։ Ձեր կարծիքով մարսելու է Ալիևը արդյոք։ Տեսեք, ցանկացած Ալիևը օրինակ շատ ցայտուն վառ դիկտատորի կերպար է, փոքր դիկտատորի, այսինքն ոչ լայն, այսպես լայնամասշտաբ խաղացող, բայց ինքը այնուամենայնիվ փորձում է գնալ դրան։ Այն արտաքին քաղաքական քայլերը, որ ինքը կատարում է հիմնականում ուղղությունը տանելով այս պահին գոնե դեպի արևմուտք եւ Միացյալ Նահանգներ, անթաքույց անընդհատ գովաբանելով Միացյալ Նահանգները եւ այսպես երկրորդ կամ հետին պլան մղելով ռուսական ուղղությունը, սա որոշակի նաեւ կա այդպիսի բան, որ մեկ-մեկ այդ սուլթանին հատուկ կամ դիկտատորին հատուկ բաներ ունի ինքը, որ իրականության նկատմամբ որոշակի բանը կորուստ կա իրա եւ իրականության միջեւ։ Կանոն նմանատիպ պերսոնաժները պատժվում են միանշանակ, այսինքն այն որ ժողովրդի խոսքով ասած ոտքերը գետնից երբ որ պոկվում է եւ ինքը իրեն այսպես շատ եթերային ազգում եւ տիրակալ ազգում, այդտեղ այո կորուստները շատ ավելի մեծ են լինում։ Ցանկացած դիկտատոր ունեցել է իր ավարտը եւ մենք տեսել ենք, որ այդ ավարտի հիմնական փուլերը, որոնք ազդել են որպեսի վերջակետ դրվի իր գերիշխանությանը, եղել են հենց այդպիսի սխալները կամ իրականությունից կտրված լինելը կամ փորձելը միած սա էլ փորձեմ, եթե ստացվեց մի ոտք էլ առաջ ավելի մեծ քաշակարգ դառնա։ Դու չես կարող, եթե դու հանդես ես գալիս, ասենք 80+ քաշային կատեգորիայում, դու երբեք չես կարող 100+-ի կամ 120+-ի հետ կռվել։ Դա ուղղակի անհնար է։ Հիմա այո, կան խնդիրներ ռուսական ուղղությամբ, մանավանդ այս վերջին շաբաթների ընթացքում ուկրաինական թիրախային հարվածները քրիտիկական ենթակառուցվածքներին, բայց ես կարծում եմ ռուսների հետ հանակ հանելը լավ ավարտ չի ունենում։ Այս ամեն ինչը ինչ որտեղ միանշանակ ֆիքսվում է, արձանագրվում է եւ ինչ որ մի պահի անշուշտ դրվելու է իրենց դեմ, այդ մանևրելու, սուտ ասելու, փորձելու ինչ որ ձև տալ, հետո գնալ պատերի հետևը մեղանչել, թե չէ, ես ուրիշ բան եմ նկատի ունեցել, անընդհատ այդ մարդկանց թվում է, այդ դիկտատորների մոտ է այդպիսի բան, որ այդպիսի դազվոլենեսը, այդ ամենաթողությունը որ կա, դա կարող է տարածվի նաև արտաքին դաշտի վրա։ Այդ նույնն էլ վերաբերվում է, որ մենք Եվրոպայի խորհրդին արդեն որոշել էինք, որ դուրս են գալու, մեզ խնդրեցին, որ չէ, չանենք մենք այդ քայլը, մենք էլ ասինք, դե ուրեմն պաշտպանենք մերոնց իրավունքները, մեր падգամավորների եւ այլն, թե չէ մեզ Եվրոպայի խորհուրդը պետք չի, այդ պետք չի, վաղուց դուրս գայիք, ինչի եք շարունակում մնալ, հասկանում եք, խաղացնելու մեխանիզմ է, որը ի դեպ թուրքական դիվանագիտության այսպես աշխատացվող եւ կյանքի իրավունք ունեցող գործիքներից մեկն է, շատ նկատելի է այդ հետքը եւ այդ ազդեցությունը ադրբեջանական դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության վրա։ Կարողանա մարսի թե ոչ, այդ արդեն թող ռուսները մտածեն,
ինչ էր ուզում այս ամեն ինչով ասել, արդյոք կա մի բան, որ իսկապես ինքը ուզում է եւ սրանով պիտի ծախի ռուսական կողմի վրա, դա էլ ժամանակը ցույց կտա, թե ինչպիսին կլինի, անկախ ամեն ինչից, թե որքան է ցանկությունը մեծ այդ բազմել այդ բասկաթոռին, տենց վերևից այդ հսկայական մեդիա ֆորումի ժամանակ անել տենց անպատասխանատու կամ միգուցե իր համար շատ պատասխանատու հայտարարություններ։